Ջերմ ու հյուրընկալ Լորին դռները բացել է ուժեղ Հայաստանի թիմի առաջ։ Փոփոխություն լինի, երկիրը շենացնեք, Նարեկ Կարապետյանին ասում են մեծավանցիները։ Շուրջն են նայում, մեկ չէ, երկուս չէ, տասնյակներ դրումներ է արել Սամվել Կարապետյանն իրենց ու հարակից համայնքներում։ Բոլորը իրաց պետական ոչ բյուջեից բան չկա, իրաց անձնական գումար են ներդրել ու մինչև գյուղի ծայրը սենց երկու կողմով փողոցներ, դարպասներ ու սա էլ ես հույս ունեմ, որ ինչ-որ գործարանք կառուցեն։ Մենք հավատում ենք Սամվել Կարապետյանին։ Խնդիրները գիտենք, ասում է Նարեկ Կարապետյանը, մարդիկ արտագաղթում են, որովհետև աշխատանք, զբաղմունք չկա, չի լինի այսուհետ այդպես, հայն իր հողում է մնալու, իր երկիրն է շենացնելու։ Ըստ վախտվնե իմ սիրտ ռեալ է դոր վրա մարմար է ժողովուրդ, որ մենք կերտանք հողինք մեր գերել, էդի բդի չեղնի, մեր գեր նպատակ որ մեր ժողովուրդ էդ գա, որ մեր գեղեն էլի ակտիվ էրնի, շտարտիկին, էդ որ մար պետք է գործենող մար։ Մյուս գյուղը Ջրաշենն է, այստեղ մարդիկ վրդովված են, ասում են իշխանությունն իրենց մոռացել է, իրենց կողմ նայող չկա, ուզում են գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել, տեխնիկա չկա, հազար հարց, հոգս ու խնդիր ունեն։ Չի եղել, հələ ցույց տվեք ինչ-որ մի բան, ժողովուրդը քանդ կանգնած եք, ինչ հասարք է մեր գյուղի համար։ Բացի իրանց կարմոչներից, իրանց գյուղից իրանց կռուկի։ Գիշեր-ցերեկ աշխատանքով միասին կփոխենք, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը։ Հիմնական հասնելու որ հողի վրա այդ գործնենք մենք ժողովուրդ։ Պետք է փոխասություն չենի, բան չենի, կանցես շուչ գորոզնան, այլ գործենի որ լուսում մգրոր մեր ամախատեր մեր ժողովուրդ կզի լավ դիմավորը։ Ազատի զինվորական կացարանում այրված 15 զինվորներից մեկի Արամ Մանուկյանի պապն է այս գյուղում մոտենում Նարեկ Կարապետյանին։ Պատմում, որ մի քանի օր առաջ մարզ այցելած Փաշինյանից փորձում էր արդարություն պահանջել։ Փոխարենը մեղադրանքներ ստացավ, թե գումարի դիմաց ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու է եկել։ Ինքը ինչ չէր ճանաչում, որ ես ով եմ, ու ում պատիկն եմ, ինքը լավ է գիտեր, որովհետև ուզում էր այդ մոմենտին վարկաբեկերից և մնացած բանի, բայց ինքը ստացավ իր հարվածը։ Երկրի վարչապետին հարց ա ուղղում, զինվորի պապը, իր թիկնապահները բերանը փակում են տարիքով մարդու ու քաշքշելով դուրս են անում։ Մենք որ ասում ենք մենք միամիտ ենք, մենք միամիտ չենք, մենք լավ հիշում ենք։ Ու սպիտակցին պետք է դա հիշի։ Ոնց են մեր վեցերին վերաբերվել եւ եկել են այստեղ։ Լոռեցին բարի է, բայց ոչինչ չի մոռանում, ասում է Նարեկ Կարապետյանը եւ շարունակում սպիտակցիների հետ ջերմ ու անմիջական շփումը։ Այս քաղաքում փոփոխությունների պահանջը օրհասական է, երկրաշարժից մոտ 4 տասնամյակ անցել, մարդիկ նույն խնդիրներով են, տնակներում են ապրում, ասում են, տարրական պայմաններ չկան։ Սոտրումոտի ասֆալտանել ու տեղը մի հատ տուն չկի, դային էդ մարդը կետային ապրել։ Ջերմ ընդունելությունը նաև Ստեփանավանում, փոքրերը լուսանկարվում են, մեծերը հաղթանակ մաղթում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։